Բարձես, սա դեկոնստրուկցիա կամ ռեկոնստրուկցիա զրույցների շարքն է, որտեղ, ինչպես գիտեք, եթե հետևել եք, մենք զբաղված ենք քանդել հավաքելով։ Ավելի ստույգ, ավելի ճիշտ, մենք վերցնում ենք մեր հանրության մեջ տարածված տարբեր պատկերացումներ, հիմնականում այսպես ինքնին պարզ համարվող ճշմարտություններ եւ այլն եւ փորձում ենք դրանք վերլուծել, այսինքն քանդել, տեսնել մեջը ինչ որ բան կա թե չէ, եթե կա, փորձել դա վերակառուցել նորոգված ձևով, չգիտեմ, կամ ոչ նորոգված ձևով ներկայացնել, եթե տեսնում ենք ոչինչ բան չկա մեջը, դեռ ենք գցում աղբամանը։ Մի քանի թեմա արդեն խոսել ենք, այսօր կխոսեմ մի նոր թեմայի մասին, առաջին հայացքից մի քիչ անսպասելի։ Գիտեք, մեր ժողովրդի մեջ տարածված պնդում չասեմ, տենց կամ չգիտեմ, արտահայտություն ասեմ երևի ավելի շուտ, թուրքը մնում է թուրք։ Եվ գիտեք նաև, երևի նկատել եք, որ այդ պնդումը, որը ինքնին տենց շատ պարզ պնդում է, էլի շատ սիրում են սենց հեգնել մեր այսպես ասած չակերտավոր առաջադեմ կամ էլի չակերտավոր կիրթ խավի ներկայացուցիչները միշտ սիրել են դա հեգնել, չգիտեմ նկատել եք թե չէ, բայց որ այ այս ժողովուրդը տենց չհասկացող տգետ քարթու, այս ինչա ասում, այս որ դառնա եւ այլն, ինչպես կարելի է տենց ասել, դա էթնիկ կարծրատիպ է եւ այլն, հասկացաք, այդ կոնտեքստը պարզ է, շատ չբացատրեմ, էլի ամեն դեպքում նույնիսկ եթե չեք լսել երբևէ կամ ականատես չեք եղել հեգնանքին, այդ պնդման նկատմամբ հաստատ մոտավորապես պատկերացրեցիք ինչ ոճով է դա արվում։ Բայց եկեք հասկանանք, ել եմ ասում, առաջին հայացքից մի քիչ տարօրինակ է այս թեմայի ընտրությունը։ Կողոթվալ ինչ կա այդտեղ առանձնապես տենց քննելու վերլուծելու, բայց իրականում կան բավականին խորը, չասեմ շատ խորը, բայց բավականին հետաքրքիր բաներ ինձ թվում է այս թեմայից դուրս կհանենք եւ ընդհանրապես եւ հատկապես նաեւ ակտուալ։ Հիմա սկսենք ամենաբանից, ֆորմալ մակարդակից, որը այդքան հետաքրքիր չի, բայց մեր խոսակցության սկզբի համար լավ է, որպեսզի հետո զարգացնենք այս։ Հիմա ֆորմալ իմաստով շատ ճիշտ պնդում է, իհարկե շատ պարզունակ, թուրքը մնում է թուրք, դե հա, որովհետեւ թուրքը մնում է թուրք, հայը մնում է հայ եւ այլն, եւ սա ոչ թե ուղղակի տենց տավտոլոգիա է, այլ մեծ հաշվով թեկուզ չգիտակցված կերպով, sense չկոնցեպտուալիզացված կերպով ինքնության մասին ընդհանրապես պնդում է, որովհետև եթե մենք խոսում ենք ինքնության կամ իդենտիկության մասին, եթե օտար ուրեմն տերմինով ասենք, դա այլ բան չի, քան հենց ինքնանույնությունը, հա, երբ որ ան հավասար է ա, դա շատ պարզ է թվում, շատ պրիմիտիվ է թվում, բայց դա է ինքնության ամբողջ իմաստը, ասենք, հրանտը հրանտն է, եթե երբ հրանտը որպես, ասենք, չգիտեմ, այսպես ասած ինքնություն, հա, մարդ, որին իր անգերներն են ճանաչում, մարդ, որը ինքն է իրան ճանաչում կամ պատկերացնում ինքն է իր մասին ինչա, հրանտը հրանտն է, պարզ է, որ եթե հրանտը դառնում է, ասենք, չգիտեմ, հրաչ կամ Պողոս, ինքը այդ իր ինքնությունը կորցնում է, եւ այդտեղ արդեն հոգեբանական լուրջ խնդիրների հետ գործ ունենք։ Հիմա նույնը այստեղ է։ Ազգային ինքնությունը նույնն է։ Ինքը այդպիսի ըստ ձևի տավտոլոգիկ պնդում է հայը թուրքը, թուրք է, որտեղ եթե այդ բառերը որևէ իմաստ ունեն, եթե այդ ինքնությունները իրոք որևէ իմաստ ունեն, բացի զուտ անվանականից, ապա այդ պնդումը պետք է լինի եւ ինքը ճիշտ է։ Բայց ել եմ ասում, սա ֆորմալ կողմն է եւ առաջին հայացքից այդքան հետաքրքիր ու կարեւոր չի։ Իհարկե մենք հասկանում ենք, որ երբ որ մեր ժողովուրդը ասում է թուրքը մնում է թուրք, այստեղ ոչ թե ուղակի տենց պնդում կա, դա բարձ ակադեմիական ինչ որ sense ասած կոնցեպտուալ ձևակերպում չի ինքնության մասին, այստեղ կա բացասական երանգ, բացասական ենթատեքստն է այստեղ կարևոր, մենք բոլորս հասկանում ենք, որ խոսքը նույնը չի, որ ասենք, չգիտեմ, ասենք Նոր Զելանդացին մնում է Նոր Զելանդացի, որտեղ Նոր Զելանդացուն նկատմամբ մենք տենց անտարբեր ենք, մնում է թող մնա։ Երբ որ մեր ժողովուրդը ասում է թուրքը մնում է թուրք եւ երբ որ այսպես կոչված առաջադեմ խավն էլ այդտեղ ինչ որ խնդիր է տեսնում, ժողովրդին փորձում է sense ասած դարձի բերել, դաստիարակել, որ չի կարելի այդպես ասել եւ այլն, պարզ է, որ այստեղ խնդիրը հենց այդ բացասական երանգն է։ Եվ այստեղից մենք գալիս ենք այս հարցի երկրորդ շերտին, որ ընդհանրապես գիտենք, որ բոլոր ժողովուրդների մեջ էլ իրենց հարևան ժողովուրդների, պետությունների մասին տարբեր պատկերացումներ կան, կարծրացած պատկերացումներ կան, ընդհանրացված պատկերացումներ կան, բացասական, դրական, չեզոք, չգիտեմ, հումորային եւ այլն, եւ կա իհարկե դրանց նկատմամբ ընդհանուր առմամբ sense ասենք պայմանական մի քիչ էլի ժամանակակից մտածողության կողմից կամ այսպես ասած
առաջադեմ մտածողության կողմից քննադատական, իսկ երբեմն նույնիսկ ուղղակի sense խիստ ժխտողական վերաբերմունք, որ այդ էթնիկ կարծրատիպերը, չգիտեմ, եւ այլն, չի կարելի, նույնիսկ ծայրահեղ դրսևորումներում օրինակ ասում է, որ չգիտեմ, չի կարելի օրինակ անեկդոտներ պատվել այդ ազգային թեմաներով, չէ՞, որովհետեւ այդ անեկդոտների մեջ է նաեւ շատ հաճախ արտահայտվում այդ պատկերացումները ազգերի միմյանց մասին։ Այդ վերաբերմունքը կա, բայց ինչն է իրականությունը, որ այդ վերաբերմունքը բացասական քննադատական ինքը զուտ sense դոգմատիկ դիդակտիկ է։ Իսկ այն ինչը որ ունենք որպես ժողովուրդների, տարբեր ժողովուրդների պատկերացում իրենց հարևանների մասին եւ նաեւ այդ թվում հայերը թուրքերի մասին կամ թեկուզ թուրքերը հայերի մասին, դրա մասին էլ կարող ենք խոսել, իրականում դա այո շատ կարծրացած, այո շատ միջինացված, շատ ընդհանրացված, շատ հաճախ բավականին այսպես անպաճույճ ձևակերպված, բայց ի վերջո տվյալ ժողովրդի սերնդների փորձի արտահայտումն է, փորձի ձևակերպումն է եւ չի կարելի sense զուտ դոգմատիկ կերպով իրականում դա տենց անտեսել ասել, չի կարելի, լա, ես ինչ բան այդ նման բաներ ասել, դա փորձն է, իսկ փորձը ճիշտ ասած միշտ նույնիսկ շատ այսպես միջինացված, կարծրացած փորձը միշտ նախ դրա մեջ ինչ որ մի ճշմարտության հատիկ պետք է որ լինի եւ երկրորդը փորձը միշտ էլ ավելի կարևոր քան զուտ դոգմատիկ ինչ որ պնդումները կարելի ու չի կարելի մասին։ Հիմա որպեսզի մեր խոսակցությունը մի քիչ sense ավելի գունավորում ստանա եւ չկենտրոնանանք մենակ հայերի ու թուրքերի վրա, հակառակից մի հատ նայենք, ինչ որ իմաստով հակառակից։ Օրինակ, չասեմ թուրքերի պատկերացումները հայերի մասին, որովհետեւ այդքան լավ ծանոթ չեմ շփվել այդքան որ հասկանամ, ինչ որ բաներ բարձրագիտեմ, վրացիների պատկերացումները հայերի մասին, բացասական պատկերացումներ են իրենք, ես Վրաստանում ինքս ապրել եմ, բավական երկար տարիներ, չեմ ծնվել այնտեղ, բայց դպրոց եմ նաև այնտեղ հաճախել, վրացի ընկերներ եմ ունեցել, շատ լավ ընկերներ, բայց իրանք հայերին չեն սիրում։ Քեզ հետ իրենք ընկերություն կանեն, շատ լավ ընկերություն կանեն, երբեք չեն որևէ տարբերություն դնի, բայց ընդհանուր առմամբ դու գիտես, որ վրացիները, դու զգում ես այդ երկրում ապրելով, ընդհանուր առմամբ հայերի նկատմամբ, այսպես ասենք, ոչ շատ դրական վերաբերմունք կա։ Այնպես չի որ ատելություն կա, ինչ որ չգիտեմ, այդ չափի հասնող չի, բայց ոչ դրական վերաբերմունք կա։ Էլի, դա այտենց գրեթե բոլոր հարևան իրար կողք ապրող ժողովուրդներին համարը բնորոշ է։ Երևի չկա այդպես ժողովուրդ, որ կողք կողքի ապրի դարերով ու մեկը մյուսին դա շատ սիրի։ Բայց ինչ եմ ես ասում, վրացիների, ինչ են վրացիները, այդպես ստերեոտիպային, այսպես ասած, պատկերացնում հայերի մասին, եթե իրենց հարցնես ինչպիսին են հայերը, եւ իրենք քեզ անկեղծ պատասխանեն, իհարկե լավ կլինի դու հայ չլինես, իրանք իրար մեջ թեկուզ խոսելուց, իրենք մի քանի բան կասեն, նախ կենցաղային բաներն եմ հիմա ասում։ Իրենք կասեն մոտավորապես, որ հայերը ժլատ են, քծիբ են, որ հայերը խորամանկ են եւ որոշ չափով խաբեբա են նաեւ, որոշ չափով չէ երևի նաեւ այդպես կասենք, ես փորձում եմ մեղմացնել ամեն դեպքում, խորամանկ են, խաբեբա են, ժլատ են եւ էլի այսպես մեղմ ձևակերպեմ կոկիկ չեն, ավելի պարզ ասեմ փնթի են։ Էլի ինչ որ բաներ մոտավորապես այս պատկերացումն է հայերի մասին վրացիների մոտ։ Եվ հիմա մենք կարող դրանց դուրս նեղվել, ասել, այդ վատ վրացիները, այս ինչ վատ բաներ են մեր մասին մտածում, ոնց կարելի է մեր sense ազնվացող ազգը եւ այլն։ Բան չունեմ ասելու, բնականաբար չեմ պաշտպանում այդ պնդումները, վրացիներ չեմ էլ կարող պաշտպանել ինքս հայ լինելով, բայց մենք պետք է հասկանանք, ես ինչ եմ այս օրինակը բերում, որ հենց մեր վրա, մեր մասին բացասական պատկերացման վրա հասկանանք այս խնդիրը, որ հետո նորից վերադառնանք մեր թուրքերին։ Որտեղից է գալիս այդ վրացիների պատկերացումները, դա ինչ որ տենց օդից հորինած բան է, թե իրանց պատմության, իրանց սերնդների կյանքի ինչ որ փորձի, թեկուզ շատ կարծրացած, թեկուզ շատ աղավաղված, բայց ընդհանրացումը, որով օդից նման բաներ չեն ծնվում, որքան էլ եմ ասում, մեզ համար շատ տհաճ լինի դա լսել։ Եվ այո, մենք կարող ենք մոտավորապես հասկանալ, ես կարող եմ նաև ասել մոտավորապես իմ իմանալով, իմ հասկանալով, որտեղից է դա ձևակերպվել, ինչի է այդպիսի պատկերացում հայերի մասին տարածվել վրացիների մեջ, որովհետև
բավականին երկար ժամանակ եւ համենայն դեպս չխորանանք դարերի խորքը 19-րդ դարում օրինակ ռուսական կայսրության ժամանակ, ցարական Ռուսաստանի ժամանակ, ու պարզա 20-րդ դարի սկզբում նաեւ Թիֆլիսում, իսկ բնականաբար այդ պատկերացումները մայրաքաղաքից են նախևոր չգալիս, բայց ոչ միայն Թիֆլիսում, թափս Վրաստանի քաղաքներում հայերը շատ գիտեք, շատ զգալի տոկոս են կազմել, նաեւ ինչ որ փուլերում նույնիսկ մեծամասնություն։ Հիմնականում հայերը, որոնք ապրել են Վրաստանի քաղաքներում, եղել են առևտրականներ, եղել են վաշխառուներ, եղել են նաեւ արհեստավորներ, բնականաբար Հայաստանի բուն Հայաստանի բնակչության մեծ մասը եղել են գյուղացիներ, բայց այն հայերը, որոնց հետ շփվել են վրացիները, քաղաքի հայերն են հիմնականում եղել, դրանք եղել են այդ խավերից։ Եվ հակառակը վրացիների մեջ բուն, նախ իրենք Թիֆլիսում քիչ տոկոս էին կազմում բնակչության դեռ ցարական Ռուսաստանի ժամանակ, եւ իրենց մեջ այդ առևտրական խավը զարգացած չէր առանձնապես, իրենց մեջ ընդհանրապես այդ քաղաքենի, այսինքն քաղաքացի խավը, քաղաքաբնակ խավը զարգացած չէր, արհեստավորները շատ քիչ էին։ Հիմնականում վրացիները լինում էին կամ գյուղացի, կամ դե ազնվական։ Վրաստանում ինչն է շատ ազնվական է, կնյազ, ամեն 4-րդը, մինիմում ամեն 4-րդը կնյազ է, ինչ որ մի բան։ Բնական է եւ դա նաեւ իրանց գրականության մեջ այդ հարաբերությունը, տենց իրանց դասական գրականության մեջ արտացոլվել է, որ իրենք այս են եղել, հայերը այս են եղել, ոնց որ մենք ունենք, չգիտեմ, մեր գրականության մեջ նույն թուրքերի, պարսիկների մասին պատկերացումները հաճախ որտեղից են վերցնում, չգիտեմ, Ռաֆու գրքերից, Խաչատուր Աբովյանի գրքերից, այն ինչ որ մեր դասական է, իրանց մոտ էլ իրանցը կա եւ հիմնական հայերի մասին է, այն ինչ որ մեր մոտ թուրքերի, պարսիկների մասին է, այդ բացասական երանգը դե հայերի մասին, ասենք Ճավճավաձեն, Ծերետելին, չգիտեմ եւ այլն, իրանց գրողները ու հազար ու մի այլ գրող։ Եվ բնական է, որ քանի որ ես ասացի այդ սոցիալական բաժանումը, հա, բնական է, որ առևտրականը, արհեստավորը, վաշխառուն իր կենցաղում, իր առօրյայում ասենց ասենք պակաս առատաձեռն է դրսևորում, դա բնական է անկախ ազգությունից, բայց տվյալ դեպքում մեծ մասը հայ, քան ասենք շին գյուղացին, որը սովորաբար ավելի առատաձեռն է, կամ առավել եւս տենց ստերեոտիպային կնյազ է, ասենք վրացի։ Ու տեղից էլ գալիս է, այսինքն, քանի որ սոցիալական նման բաժանում ա եղել շատ երկար ժամանակ Վրաստանում եւ վրացիների համար հայերը նախ առաջ առևտրական վաշխառու արհեստավոր են եւ համապատասխանաբար ձևավորվել է այս պատկերացումը, որ հայերը ժլատ են, հայերը խորամանկ են, դե որտեւ առևտրականները, արհեստավորները այդպիսին են կամ համարվում է, որ այդպիսին են լինում կամ ավելի հակում լինեն։ Պարզ է, չէ՞ որ առևտրականը հակում ունի մի քիչ ավելի ասենց ոչ առատաձեռն լինելու։ Այս ձևավորվել է, հիմա արդար է, անարդար չի, պարզ է լիքը մասով անարդար է, բայց այդ ժողովրդի փորձից է գալիս, ես այդ եմ ուզում ասել, որ նման պատկերացումները, որքան օրինակ մեզ մեկադատահաճ լինի, նման պատկերացումները չեն ձևավորում օդից, այդ ժողովուրդը ուրեմն ինչ որ մի փորձ է սերունդների ունեցել, որը ընդհանրացվել է, կարծրացել է, կարող է նույնիսկ տվյալ իրավիճակին արդեն չի համապատասխանում, հնացել է, բայց մնում է։ Հասկանում եւ լրիվ անտեսել դա համարել, որ դա լրիվ ասենց անտեսելի բան է, որ չի կարելի։ Հիմա հատուկ եմ ասում, օրինակը բերեցի հենց մեր մասին բացասական բանի վրա, որ օբյեկտիվ լինենք։ Հիմա վերադառնալով մեր այս ուրեմն սիրելի թուրքերին, մեր այս որտեվ դա սիրելի դե որովհետև այս երևի վերջի մի 150 տարվա մեջ արդեն որերորդ անգամ իրենք դառնում են մեր սիրելի եղբայրներ եւ որերորդ անգամ ասենց ասած բարեկամներ են դառնում, բայց ամեն անգամ մի բան են չի ստացում եւ հենց սա էլ իրականում երբ որ գալիս ենք արդեն մեծ ժողովրդի ձևակերպմանը, թուրքը մնում է թուրք այդ բացասական երանգով, ինքը հենց մեծ հաշվով այս փորձն է արտահայտում մեր ժողովրդի սերունդների, որ այն ինչ որ այսօր շատերին նորություն ատվում թուրքերի հետ բան խաղ ապրենք, բարեկամություն անենք եւ այլն, սա մի քանի սերիա, այսպես ասած, կրկնվել է մեր պատմության մեջ եւ արդյունքը ոչ թե առավել հաճախ, այլ միշտ ի վերջո եղել է այսպես ասած հիասթափություն է այդ պատկերացումների մասին խաղաղության, եղբայրության եւ սա նոր ձևի թուրք հայ են, հին թուրքերը չեն, դարը փոխվել է եւ այլն դրա մասին։ Եվ ես ուզում եմ մի քիչ ավելի, այսպես ասած, խորանանք։
Որտեվ եթե կհիշեք ռուս-թուրքական վանդակը, երբ որ մենք այդ շարքը ունեինք, մենք այնտեղ անդրադարձել ենք այդ մի թեմայի կարևոր, հիմնական բայց Ռուսաստանի օրինակով, որ նույնիսկ մի կողմ դեռ զուտ ազգային ինքնությունները, զուտ ասենք այս կենցաղային կարծրատիպերը, նաև պետական, ասենց ասած պետական ավանդույթը, պետական ինքնությունը որևէ ժողովրդի, հատկապես այնպիսի օրինակ ժողովուրդների, որոնք լուրջ ավանդույթ ունեն պետության, նույն ռուսները, նույն թուրքերը, լուրջ ավանդույթ ունեն, մենք ինչպես էլ իրենց վերաբերվենք, պետության դարերի ավանդույթ ունեցող ժողովուրդներ են։ Այդ պետական ինքնությունը զարմանալի ուժեղ բան է եւ անգամ ուժեղ բան է, որ մենք ռուս-թուրքական վանդակում օրինակներով տեսանք, որ ցարական Ռուսաստան, բոլշևիկյան Ռուսաստան, հետսովետական Ռուսաստան, մեկը մյուսին ժխտող, մեկը մյուսին հակադրվող, իրար այսպես ասած չընդունող ռեժիմներ, 3 լրիվ տարբեր ռեժիմներ, հա, Ռուսաստանում զարմանալիորեն նույն քաղաքականությունն են վարում ի վերջո։ Եվ այդ թվում օրինակ մեր երկրի նկատմամբ ցարական Ռուսաստանը, բոլշևիկյան Ռուսաստանը, այսպես ասենք պուտինյան Ռուսաստանը, բայց պուտինյան Ռուսաստան չկա, նույն հետսովետական Ռուսաստանն է Ելցինից դեպի Պուտին անցում։ Ես նույնիսկ սրա բացատրություն օրինակ չունեմ մինչև վերջ, հա ինչ որ օբյեկտիվ հանգամանքներ միշտ կան, որ դրանից բխում է, որ այո, չնայած այդքան հակադրությունների տարբերությունների, բայց այդ նույն քաղաքականությունը միշտ դրսևորվում է։ Բայց կա, ասենք ինչ որ մի մաս է դրա, որ նույնիսկ ես դրա բացատրությունը չունեմ, ես չգիտեմ ինչ է այդպես, որտեվ հաճախ ես նույնիսկ կարծում եմ, որ դա այնքան սենց խորքային է, որ մարդիկ, որոնք այդ քաղաքականության ժառանգականությունը ապահովում են, ասենք այդ անցումը, հա, չգիտեմ, ցարականից բոլշևիկյան եւ բոլշևիկյանից այսօրվա Ռուսաստան, իրենք միշտ չգիտեն դրա մասին, գիտակցված չեն անում։ Այսինքն դա գրեթե ավտոմատի վերածված ինչ որ բան է։ Մենք էլ եմ ասում, բազմաթիվ օրինակներով դա ռուս-թուրքական վանդակում շատ մանրամասն տեսել ենք եւ տեսել ենք, որ ռեժիմները փոփոխվում են, Ռուսաստանի քաղաքականությունը մնում է նույնը։ Եվ ես վստահ եմ, սա պատմական, որտեղ օրինաչափություն է, ոչ թե ինչ որ մի հատ տենց, չգիտեմ, որ նույնն է լինելու միշտ, քանի դեռ կա Ռուսաստանը, անկախ որևէ ռեժիմի փոփոխություններից, ի վերջո ինքը վերադառնալու է միշտ մի եւ նույն քաղաքականությանը, ոչ միայն Հայաստանի նկատմամբ, ընդհանրապես։ Ես օրինակ վստահ եմ, որ եթե այսօր դե շատերը ասում են, այդ չար Պուտինն է, բան, չգիտեմ, կփոխվի, կգան ռուս դեմոկրատները, եւ ուրեմն այլ Ռուսաստան կլինի, երբեք չի լինի, այո, կգան մի օր երևի ռուս դեմոկրատները։ Մի քիչ ուրիշ կլինեն, մի քիչ կհակադրվեն։ Կանցնի, չգիտեմ ինչքան ժամանակ, կարճ, շատ կարճ տարիներ, եւ մենք կտեսնենք, որ այդ ամենա աշխարհի դեմոկրատ ռուսները վերադառնալու են եւ սկսելու են կրկնել աստիճանաբար ավելի շեշտված նույն քաղաքականությունը, որը Ռուսաստանը միշտ վարել է։ Եվ այստեղ էլի ես ճիշտ հասկացեք, ոչ թե որտեվ Ռուսաստանը շատ վատ պետություն է, սխալ պետություն է, չէ, նման բան չկան, դեռ սխալ ու ճիշտ պետություններ չկան։ Կան ավանդույթներ պետական, ինքնություններ, ազգային պետական, տվյալ դեպքում ոչ թե զուտ ազգային, այլ ազգային պետական, այսպես ասենք, որտեղ տվյալ դեպքում ոչ էթնիկ մենակ իմաստով։ Եվ պատմությունը ցույց է տալիս, որ դրանք քանի դեռ կա այդ ինքնությունը, այդ ազգային ինքնությունը ինքը միշտ միևնույն է դրսևորվելու։ Այսինքն թուրքը մնում է թուրք, մնալու է թուրք, ռուսը մնում է ռուս, մնալու է ռուս։ Եթե չլինի, ինքը արդեն ռուս չի, ինքը արդեն թուրք չի։ Ոնց որ էլ եմ ասում, եթե Հրանտը մի օր դառնա Պողոս, դա չի լինի նույն Հրանտը, հա, ասենց ասենք։ Եվ մենք տեսնենք, որ էլի այդ որ օրինակը բերեցի, որ կարող ասեք, չէ, այ ամեն դեպքում դեմոկրատները, չէ, Ռուսաստանում եկել են իշխանության դեմոկրատները, առնվազն 2 անգամ։ Գիտեք, բոլշևիկներից իրենք դեմոկրատ բառից բուն իմաստով չեն եղել, բայց Ռուսաստանում ամենաարևմտամետ, ասենց ասած, ուժը, որ նույն սեփական պետության դեմ, այսինքն պատերազմ վարող բան, ամենաարևմտամետ համարվող մարքսիստական
ամենաոչ ազգային համարվող ուժ, որտեղ Ռուսաստանում կային նաև ուրիշ սոցիալիստներ, որոնք ավելի ազգային էին, ասենք էսերները, բոլշևիկներն էին, բայց բոլշևիկները եկան իշխանություն, վերածվեցին աստիճանաբար, բայց նաև շատ արագ, ամենամոլի ռուս իմպերիալիստների, ընդ որում հենց սկզբից 1918 թվականին ոչ այլ ոք ընդդեմ քան Տրոցկին, որը համարվում էր այդպես համեմատաբար ապազգային բոլշևիկների մեջ, ինքն էր առաջինը, որ ռուսական հայրենասիրությունը սկսեց, այսպես ասած, ներարկել, շահագործել, որտեղ ինքը Կարմիր բանակի ղեկավարն էր այդ ժամանակ, բնականաբար իրեն դա պետք էր, նաև ցարական սպաներին ընդգրկեց իր բանի մեջ եւ այսպես գնաց, հիմա շարունակեմ պատմել եմ դրա մասին նաև ռուս-թուրքական պատմություն։ Նույնը մենք տեսանք 90-ական թվականներին։ Եկան դեմոկրատները Ռուսաստանում իշխանություն դառան, Ելցինը։ Ինչքան դեմոկրատ տղա էր, ինչքան դեմոկրատ անձնավորություն էր, եւ հենց Ելցինի օրոքել աստիճանաբար նորից շատ արագ այդ Պուտինի ժամանակ չսկսվեց։ Հենց Ելցինի ժամանակ աստիճանաբար նորից վերադարձ դեպի այդ ռուսական ավանդական քաղաքականություն։ Հիմա չմանրամասնեմ, միտքը պարզ է։ Նույնը Թուրքիայի վերաբերյալ, էլի ինչը որ տեսել է մեր ժողովուրդը, որտեվ այս վերջին էլի եմ ասում 150 տարվա մեջ պայմանական, մեր ժողովրդին առնվազն 2, կարծում եմ նաև ավել անգամ, ուղղակի չեմ ուզում շատ ավելի հին բաները խորանալ, 19-րդ դարի sense ասած խորխորատները 19-րդ դարի սկզբին, որտեղ այնտեղ էլ տարբեր փուլեր են եղել Թուրքիայի պատմության մեջ, ռեֆորմների փուլեր են եղել են փուլեր, երբ որ հայերի նկատմամբ ավելի բարյացկան վերաբերմունք է եղել, եւ այլն, դրա մեջ չեմ ուզում խորանալ, բայց առնվազն 2 կամ 3 անգամ մեր ժողովրդին ասել են, որ վերջ, այլևս հին թուրքը չկա, մոռացեք, հիմա լրիվ նոր թուրքեր են, դեմոկրատ թուրքեր են, նոր Թուրքիա է, եւ հետո եղել է ինչ որ եղել, այսինքն այդ նոր թուրքերը, դեմոկրատ թուրքերը դարձել են ամենասովորական մեր ճանաչած, մեր ժողովրդի ճանաչած, ասենց ասած, թուրքական թուրքերը։ Առաջինը հենց երիտ թուրքերին դեպքում, որտեղ մենք հիմա ասում ենք երիտ թուրքեր, պատկերացնում ենք ցեղասպանություն, մեծ եղել 15 թվական, ասում ենք ինչպես կարող էին այն ժամանակ հայ գործիչները համագործակցել երիտ թուրքերի հետ, բայց եթե դուք ապրեիք այդ ժամանակ, օրինակ 1907-1908 թվականներին դուք այդ պատկերացումը չէիք ունենալու, որտեղ երիտ թուրքերը, այո, հենց երիտասարդ, այսինքն նոր թուրքերն էին, որոնք պայքարում էին Աբդուլհամիդի դեմ, պայքարում էին այդ թվում հայերի հետ միասին, եւ ոչ միայն հայերի, Թուրքիայի այլ ժողովուրդների հետ միասին ճակատ կազմած հեղափոխականներ էին, որոնք պայքարում էին այդ շատ վատ սուլթանի դեմ։ Եվ երբ որ այդ սուլթանին իրենք տապալեցին, բոլորը ուրախացան եւ միասին դա տոնում էին հայերն էլ եւ թուրքերն էլ, ոչ թե միայն հայերը միացան թուրքերին, նույն թուրքերը, ասենք նկարագրություններ կան, որ գալիս են, ասենք հայ ֆիդայինները սարերից իջնում են, ասենք եւ թուրք ամբողջը դրանց ուրեմն sense վերցնում է դեպի ոնց են անում, որ օդ են թռցնում ու գոռում են կեցեն հայ ֆիդայինները, կեցե Էնվեր Փաշան։ Այսինքն հասկանում եք ինչ ա եղել եւ մարդիկ ասել են վերջ, այն հին Թուրքիան էլ չկա, հիմա նոր Թուրքիա է գալիս եւ իրենք այդպես են ներկայացել։ Հետո ինչ որ եղել է մենք գիտենք։ Նույնը 1920 թվականին Քեմալի ժամանակ, երբ որ գալիս էր արշավում էր Հայաստան, գիտեք, այդ քարոզչությունը, որին լիքը մարդ հավատում էր։ Եվ հատկապես հայ առաջադիմական խավը շատ է սիրում նման բաներին հավատալ եւ վստահ եմ այդ են մեր երևի ցավոք սրտի գուցե ինքնության մասը միշտ հավատալու, միշտ երբեք չի բուժվելու։ Մեր այդ խավի մեջ, դրա համար ասում, պայմանական առաջադիմական, երբեք այդ գիծը չի բուժվելու։ Իրենք միշտ հավատում են, որ գալիս է նոր ձևի, լրիվ ուրիշ ձևի թուրքը, չտեսնված մի հատ նոր դեմոկրատական թուրքը, ռուսը, չգիտեմ, ով ռուսս։ Քեմալի մասին էլ ասում են, սա ասում են բոլշևիկները նաև եւ ոչ միայն, բայց բոլշևիկների հարցը չի միայն։ Հավատում էին էլ եմ ասում մարդիկ, որ մի կռվեք, այսեն ձեր իմացած հին թուրքերը չեն, սրանք ցեղասպան թուրքերը չեն, երիտ թուրքերը չէ, ոչ էլ սուլթանական, սա նոր ժողովրդական Թուրքիան է, ազատասեր, ինքը չի ուզում հայ ժողովրդին ստրկացնի, գալիս է ազատագրի, ասում են գալիս հայ ժողովրդին ազատագրի Քեմալի բանակը, կան այդ փաստաթղթերը կան, թռուցիկներ կան, մարդիկ հավատում էին դրան։ Եվ էլի եղավ ինչ որ եղավ։ Ադրբեջանի թուրքերի հետ ըստ էության էլի նույն պատմությունն է։ Էլի շատ չխորանա, որտեղ ռուս-թուրքական վանդակի ժամանակ այս թեմանեն շատ ենք խոսել, ես չեմ ուզում հիմա նորից կրկնել, բայց ըստ էության նույն պատմությունն է։
Դե ով որ սովետական ժամանակներում ապրել է, հիշում է թե այդ ժողովուրդների եղբայրությունը, բարեկամությունը, ինչ sense ասած այդ քարոզչությունը, հատկապես հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, եղբայրությունը, ինչ քարոզչություն էր դրա շուրջ, ինչքան գրքեր կային գրված, գիտական, ակադեմիական, հայ եւ ադրբեջանցի ժողովրդի դարավոր բարեկամություն, հատորներ sense հաստատվոր կարող գտնել իմ այլ միտեղ, օրինակ ես մտածում կարելի է նվեր տալ այսօրվա մեր բաներին, շատ չտանջվեն էլի, իրանք չգրեն, հենակա գրված։ Բանաստեղծություններ, այդ մեր Եղիշե Չարենցը, կարծում եմ Թումանյանը տես մի բան ունի գրած, թե չունի լավ մեղ չվերցնեմ անկուս վրա։ Համարյա բոլոր մեր այն սովետական շրջանի գոնե բանաստեղծներ տես մի ձոն ունեն նվիրված հայ եւ ադրբեջանցի ժողովրդի դարավոր բարեկամությանը եւ այլն, այդ պաշտոն, բայց պաշտոնական էլ մի կողմ, հիմա էլ մարդկանց որ գնաց հարցնես, չկսում եք թուրքերի հետ այնքան լավ ենք ապրում։ Ինձ իհարկե նման բանով sense ասած չես խափի, ես ազգագրագետ եմ, այդ նյութի հետ աշխատել եմ իդեպ, հենց այդ տենց կասեմ, բայց դու պետք է մի քիչ ավելի խորը փորփորես եւ հասկանաս, որ այդ նույն մարդը, որը քեզ ասում է ինչքան լավ էր ինքը թուրքերի հետ ապրում, մի քիչ ավելի խորը հարցեր տաս, մի քիչ էս կոմ տանես, այնքան տանես ինքը քեզ լրիվ այլ իրականություն կպատմի, բայց իր գիտակցության մեջ ինքը անկեղծ ինքը չի խափում, որ առաջին հարցը տաս կոս շատ լավ ինքը թուրքերի հետ, բայց դու կպատմի ոնց էին իրանք թուրքերի հետ իրար իրականում թաքնված թշնամանք կար։ Հենց մի քիչ խորացեք ցանկացած նման մարդու որ հանդիպեք, մի քիչ խորացեք եւ կտեսնեք ինքը ինչ էր հետո ձեզ կպատնի։ Ու դեպքերի 90%։ Այդ ամեն ինչը կար եւ հետո հենց մեր սերունդը տեսավ։ Եկավ 1988 թվականը եւ այդ եղբայրությունը մի վայրկյանում կորավ, որտեվ չկար իրականում։ Բայց քարոզչական մակարդակում եւ ինքը տասնամյակներ sense ամրապնդված էր։ Եվ մարդիկ հավատում էին, շատերը դրան հավատում էին կամ ամենայն դեպս տենց շատ կասկածանքով էլ չէին վերաբերվում։ Բայց մի վայրկյանում փլուզվեց այդ ամեն ինչը։ Այսինքն ինչի եմ սա ասում, որտեվ այդ պնդումը ուզում ասեմ, որ այդքան հեգնվում է այս մարդկանց կողմից, որ թուրքը մնում է թուրք, ինքը այդ ծևի փորձից է գալիս, այսինքն սա նույնպես այս ժողովրդի ընդհանրացված փորձն է, սերունդների փորձն է, որ երբեք ու երբեք չի կարելի անտեսել կամ մտածել, ահա բանես անգրագետ ժողովուրդը ինչ է խոսում։ Ես միշտ այդ որպես օրինակ այդ բանի այդ արագ sense ասած բանի անցման այդ 88 թվին հիշում եմ շատ եմ երևի պատմել, նույնիսկ գուցե ասենք այս մեր կամ ռուս-թուրքականում կամ մեր պայքարում եմ խոսել, դրա համար չեմ ուզում նորից ձեր գլուխ տանեմ, մեր Թիֆլիսում հենց հարևան թուրք հարևան Զյացինի պատմությունը։ Մեր հարևաններ հենց կողքի Զյացին անունով մի թուրք տղամարդ։ Ես այն ժամանակ փոքր էի ու ինքը բան էր, ասում մի 40 տարեկան կլներ, ավել նույնիսկ երևի, որտեվ 3 մեծ աղջիկ ուներ, արդեն նրանք էլ ամուսնացած, ամուսնանալու տարիքի կամել, այդ Զյացին հրաշքալի, այն որ ասում են, մենք թուրքերի հետ այնքան լավ բան գնում ենք Ռուսաստան հետները, հիմա էլ ավելի լավ են քան վրացիքի, քան նույնիսկ հայերի, այդ ձևի թուրք հարևաններ ինքը, շատ լավ հարևան էր մեզ։ Եվ ասում էլի, այդպես ստերեոտիպային պատմություն պատմեմ, ավելի լավ հարևաններ, քան հենց կողքի հայ հարևանները, մեր։ Որպես հարևան, այսինքն երբ ուզես, ինչ ուզես, գա, ինքը քեզ հասնի, դու իրան հասնես, հլա չգիտեմ, իմ պապու հետ անգերություն արել, կամ որ մամայիս պապու հետ։ Մի խոսքով, հենց եկավ ու շատ լավ էր ամեն ինչ։ Եկավ 88 թվականը նույն Զյատինը մի վայրկյանում փոխվեց եւ դարավ եւ դրսեւորեց, ինքը դրսեւորեց իր իրական թշնամական վերաբերմունքը եւ սկսեց մեր հետ այսպես հիմա չեմ ուզում պատմեմ շատ մանրամասն կոնֆլիկտային բաներ, չգիտեմ ագրեսիվ բաներ եւ այդ պնդումներ, որ ասում ենք տեսեք ձեզ այդ ինչ կանենք, այդ նույն մարդն էր, որը շատ լավ մարդ էր, բայց երբ որ պահը եկավ հասավ, բարձրաց ինքը լրիվ այլ կերպ է վերաբերվում հայերին եւ ինքը չէր էլ թաքցնում, դա ճիշտ է, ինքը իր պատասխանը ստացավ։ Ես թեև փոքր էի, բայց բավականին sense աշխուժ պատանի էի, Զյացինի կյանքն է մի բան չեղավ, ճիշտ ասած, բայց հիմա լավ չխորանամ։ Միտեղ կարծեմ Facebook-ում այդ պատմությունները ավելի մանրամասն գրել է։ Հիմա դա չի հարց, ուզում եմ ասեմ, ես նաև որպես օրինակ սա տեսել եմ։ Սա ես եմ տեսել իմ աչքերով եւ իհարկե ինձնից ավելի տարիքով մեծ մարդիկ շատ ավելի հետաքրքիր ու համոզիչ պատմություններ կարող են պատմել։ Հիմա որպեսզի մանը մեր չկորցնենք այս խոսակցության, sense ասած մուտքի թելը, հիմնական ասելիքը հենց դա է, որ չի կարելի երբեք ժողովուրդների ընդհանրացված փորձին վերաբերվել այդ հեգնանքով եւ հակառակը մենք տեսանք, որ այստեղ բավականին
թվացial շատ պրիմիտիվ արտահայտության կոնտեքստում կա բավականին խորքային իրողություններ, ոչ միայն այս պատմական հիշողությունը, այլ ինչ որ ասենք պետական ինքնությունների այդ անընդհատությունը, որը մենք եւ Ռուսաստանի օրինակով տեսանք եւ Թուրքիայի, բայց եթե ուզենանք, տեսնենք ցանկացած քիչ թե շատ լուրջ ավանդույթ ունեցող պետության օրինակով, չգիտեմ, Ֆրանսիա կլինի, Գերմանիա կլինի, то Եթովպիա կլինի, որ ուզում եք վերցրեք, այստեղ մենակ չմտածեք ռուսների ու թուրքերի հարցն է, իրենք են տենց այդպեսին ոչ։ Նույն օրինակ Պարսկաստանը 3000 տարվա պատմություն ունեցող պետական ավանդույթ է եւ ինքը դարերի ընթացքում անընդհատ ըստ էության դրսևորվում է նույն կերպով։ Չինաստանի օրինակը չասեմ եւ այլն եւ այլն։ Հիմա լավ, կասեք ինչ ես դու սրանով ուզում ես ասես, որ մենք դատապարտված ենք միշտ այսպես թշնամության, մեր թուրք հարևանների հետ, ինչպես թե եւ այլն, ոչ, իհարկե ոչ։ Ես ինքս միշտ իդեպ այն սկզբունքի կողմնակից եմ, որ մշտական թշնամիներ եւ մշտական բարեկամներ չկան, դա նշանակում որ դու ըստ իրավիճակի շահի կարողես միշտ էլ փոխել քո դաշնակիցներին։ Սրա մասին չխոս եւ սա է քո անկախությունը, որ դու երբեք բան չանես, կարճած չլինես։ Այսինքն խոսքը նրա մասին, որ հավետ թշնամություն եւ այլն, ընդհանրապես պետք չի հավետ թշնամության կամ հավետ բարեկամության մասին խոսել, դա անիմաստ բաներ են, իսկ կոնկրետ ասենք հարաբերություն ունենալ որևէ պետության կամ ազգի հետ, հեչ պարտադիր չի, որ դու, չգիտեմ, իր մասին հոյակապ պատկերացումներ ունենաս։ Հարցը բայց հետեւյալն է, անկախ նրանից թե դու ինչ հարաբերություն ունենաս, երբեք օբյեկտիվ իրականությունը, որպեսզի տվյալ դեպքում օրինակի համար թուրքական պետական ինքնության անընդհատությունը եւ միշտ միևնույն ձևի դրսեւորելը չի կարելի անտեսել։ Չի կարելի մտածել, որ դա ինչ որ հորինված բան է, կարծրատիպ է անտեսել եւ ոչ, պատմությունը ապացուցում է, ցույց է տալիս բազմաթիվ օրինակներով, որ այդ պետական ինքնությունը, պետական ազգային ինքնությունը շատ ուժեղ բան է, որպես օբյեկտիվ հանգամանք դու միշտ դա պետք է մտքի մեջ պահես եւ հասկանաս, որ դա չի վերացվում, չի վերանում, քանի դեռ կա այդ պետությունը, այդ ինքնությունը, ինքը ունենալու է այն դրսևորումները, որը ինքը ունենալու է։ Մնացածը դու իր հետ հարաբերվի արդեն ըստ իրավիճակի, ըստ շահի, ոնց կուզես եւ ինչպես կուզես։ Նույնը բնական օրինակ ռուսներին է վերաբերում, չէ՞։ Երբ որ մենք այդքան օրինակ նույն էլի ռուս-թուրքական վանդակը հիշեմ, այդքան խոսում էինք ռուս-թուրքական վանդակից, ռուսական քաղաքականությունն էինք վերլուծում ռուս-թուրքական վանդակում, չենք ասում դե ռուսների հետ ընդհանրապես հարաբերություն պետք չի ունենալ այսքանից։ Իհարկե ոչ, հիմար չենք, բայց դու չես կարող հենց նույն հարաբերությունը կառուցելու հենց տեսակետից չնկատել, անտեսել կամ մտածել, որ դա ինչ որ բան է, միստիկա է կամ կարծրատիպ է, որ ռուս քաղաքականությունը դարերի ընթացքում անկախ բոլոր ժամանակների փոփոխություններից, գաղափարախոսություններից, ռեժիմներից ունենում է մի եւ նույն դրսևորումները եւ միշտ ունենալու է, որտեղ ինքնությունը դա է, որտեղ այո, թուրքը մնում է թուրք, ռուսը մնում է ռուս, հայը մնում է հայ, վրացին մնում է վրացի։ Այսքանով այսօր ավարտենք եւ մյուս անգամ էլի կշարունակենք մեր զրույցները։